Բարև։ Տղան, ով կարող էր մահանալ մինչև իր 1 տարեկանը, այսօր ինքնուրույն ուտում է, ժպտում եւ զարգանում ինչպես առողջ երեխա։ Այս ամենը շնորհիվ բուժման, որը ընդամենը 6 ամսում մշակվել է հատուկ նրա համար։ Այս իրադարձությունը դարձել է անձնականացված բժշկության պատմության ամենավառ ձեռքբերումներից մեկը։ Քայլ Ջեֆրի Մուլդունը ծնվել է հազվագյուտ ու մահացու վտանգավոր գենետիկական հիվանդությամբ CPS1-ի դեֆիցիտով։ Պարզասած, նրա օրգանիզմը չի կարողանում տրոհել ամոնիակը, եւ այն սկսում է կուտակվել արյան մեջ, հասնելով թունավոր մակարդակների։ Այսպիսի ախտորոշմամբ նորածինների կեսը չի ապրում, անգամ մինչև իր 1 տարեկանը, սակայն Քայլիի բախտը բերել է։ Նրա ծնողներն ու Ֆիլադելֆիայի մանկական հիվանդանոցի բժիշկները որոշել են պայքարել, բայց ոչ թե սովորական միջոցներով, այլ գենային ինժեներիայի առաջնագծում։ Գենետիկները վերլուծել են երեխայի գենոմն ու պարզել, որ հիվանդության պատճառը CPS1 գենում 2 տարբեր մուտացիա է։ Դրանցից մեկը, որը հայտնի է իր ագրեսիվությամբ, ընտրվել է որպես թիրախ բուժման համար։ Որոշվել է կիրառել ԴՆԹ-ում սխալների կետային ուղում թույլ տվող CRISPR տեխնոլոգիան։ Այս տեխնոլոգիայի հիման վրա 6 ամսում մշակվել է անհատականացված բուժում, ադապտացված կոնկրետ երեխայի կոնկրետ մուտացիայի համար։ Գենային խմբագրիչը օրգանիզմ է հասցվել լիպիդային նանոմասնիկներով, ճիշտ այնպիսի, ինչպիսիք կիրառվում են ՄՌՆԹ պատվաստանյութերում։ Սննդամթերքի եւ դեղամիջոցների որակի վերահսկողության գործակալության հաստատումից հետո երեխային ներարկել են առաջին չափաբաժինը։ 3 ներարկումից հետո ամոնիակի մակարդակը արյան մեջ կայունացել է, երեխան սկսել է ավելի ակտիվ սնվել եւ քաշ հավաքել։ Քայլի ուղեղը նույնպես չի վնասվել ինտոքսիկացիայից, ինչպես սովորաբար լինում է այս հիվանդության դեպքում։ Սա ուղղակի մի բուժառուի հաջողություն չէ, այլ շաբլոն, որով ապագայում հնարավոր կլինի փրկել հազվագյուտ գենետիկական հիվանդություններով հազարավոր երեխաների։ Գիտնականները հայտնում են, որ բուժման մշակումը տևել է 6 ամիս եւ արժեցել մոտ $800,000, մոտ այնքան, որքան լյարդի փոխպատվաստումը, սակայն առավելություններն ակնհայտ են։ Սա փափուկ, ճշգրիտ, ոչ ինվազիվ բուժում է մշակված կոնկրետ մարդու համար, ու ապագայում տեխնոլոգիաների կատարելագործման հետ մեկտեղ բուժման արժեքը կարող է նվազել մինչև $50,000, իսկ մշակման ժամկետը մինչև 1 ամիս։ Սա նոր դարաշրջան է բժշկության մեջ, երբ մահացու մուտացիայով ծնված յուրաքանչյուր երեխա կկարողանա բուժում ստանալ։ Մինչև վիրահատությունը ներարկված հակաբիոտիկները չեն փրկում սուր ապենդիցիտի գլխավոր բարդացումից։ Այսպիսի եզրակացության է եկել Հելսինկիի համալսարանի գիտնականների խումբը մասշտաբային կլինիկական հետազոտություն անցկացնելուց հետո։ Ֆինլանդիայի եւ Նորվեգիայի գիտնականները վերլուծել են չբարդացած ապենդիցիտով գրեթե 1800 հասուն բուժառուների վիճակը, ում վիրահատել են հիվանդանոց ընդունվելուց 24 ժամվա ընթացքում։ Նրանց կեսին նախորոք տվել են հակաբիոտիկներ, մյուս կեսին ոչ։ Արդյունքում պարզվել է, որ հակաբիոտիկները ոչ մի կերպ չեն ազդել ամենավտանգավոր բարդացման ապենդիքսի պատրվելու հաճախականության վրա։ Երկու խմբում էլ այն տեղի է ունեցել բուժառուների 8%-ի մոտ։ Թեթև տարբերություն եղել է միայն վիրահատությունից հետո վարակների հաճախականության առումով։ Նրանց մոտ, ովքեր մինչև վիրահատությունը հակաբիոտիկներ են ստացել, այն մի փոքր ցածր է եղել՝ 1.6%, 3.2%-ի դիմաց։ Սակայն ինչպես նշում են հետազոտության հեղինակները, այս տարբերությունը չնայած վիճակագրորեն նշանակալի է, այնքան կրիտիկական չէ, որ փոխի վիրաբուժական պրակտիկան։ Այդուհանդերձ մի շարք երկրներում արդեն գոյություն ունի ալտերնատիվ մոտեցում։ Չբարդացված ապենդիցիտի դեպքում բժիշկն ընդհանրապես կարող է խուսափել վիրահատությունից ու սահմանափակվել հակաբիոտիկներով բուժումով։ Սակայն այստեղ կա կարևոր հանգամանք՝ յուրաքանչյուր երրորդ բուժառուի մոտ բորբոքումը վերադառնում է 1 տարվա ընթացքում։ Տեսլան իր Optimus մարդանման ռոբոտի մասնակցությամբ նոր տեսանյութ է հրապարակել, որում մեքենան ոչ թե ուղղակի քայլում է կամ արգղեր վերցնում, այլ պարում է։ Ռոբոտը շարժվում է երաժշտության տակտով, կոորդինացնում ձեռքերն ու ոտքերը, պահպանում հավասարակշռությունն անգամ մեկ ոտքի վրա ու անում շարժումներ, որոնք մինչև վերջերս անհնար էին թվում նման համակարգերի համար։ Ընկերությունում նշում են, որ ռոբոտը սովորել է պարել ոչ թե իրական աշխարհում, այլ բացառապես սիմուլյատորում, ամրապնդման խորը ուսուցման ալգորիթմների միջոցով։ Ընդ որում թիմը շարժումները նախորոք չի սահմանել ու չի ճշգրտել ֆիզիկական սարք տեղափոխելուց հետո։ Որպեսզի սիմուլյացիան տա հուսալի արդյունքներ, Տեսլան կիրառել է այսպես կոչված դոմենային ռանդոմիզացման մեթոդը։ Դա նշանակում է, որ վիրտուալ տարածությունում միջավայրի պայմաններն անընդհատ փոխվել են, ինչի շնորհիվ ալգորիթմը սովորել է ճկուն եւ ադապտատիվ լինել։ Պարային շարժումների մշակումը թույլ է տվել ինժեներներին օպտիմալացնել ռոբոտի էներգածախսը ու հղկել բարձր շարժունակությամբ մարմնի կառավարումը։ Դա կարևոր է ապագա կիրառական խնդիրների համար, երբ ռոբոտից պահանջվելու է ոչ միայն կայունություն, այլև արագ արձագանք միջավայրի փոփոխություններին։
Ավելի վաղ 2024 թվականի դեկտեմբերին Տեսլան արդեն ցույց էր տվել, թե ինչպես է Optimus-ը կարողանում պահպանել հավասարակշռությունը, սայթաքելով թեքության վրա։ Այն ժամանակ ռոբոտը շարժվում էր չօգտագործելով տեսախցիկների տվյալները, սակայն չնայած առաջընթացին Տեսլան առայժմ զիջում է որոշ մրցակիցների։ Օրինակ, չինական Unitre ընկերության G1 ռոբոտն արդեն կարողանում է ոչ միայն ապարել, այլ սալտո անել, ոտքի կանգնել ընկած վիճակից ու անգամ մասնակցել բռնցքամարտի պարապմունքների։ Այս շաբաթվա գիտական տերմինը գերբնակելի մոլորակն է։ Գերբնակելի մոլորակն այն էկզոմոլորակը կամ էկզոարբանյակն է, որի պայմաններն ավելի բարենպաստ են կյանքի առաջացման, զարգացման ու կենսաբազմազանության հարուստ լինելու համար, քան երկիր մոլորակը։ Հասկացությունը ներդրել են 2014 թվականին Ռենե Հեյլերն ու Ջոն Արմսթրոնգը, ովքեր համաձայն չէին երկրի որպես բնակելիության էտալոնի սահմանման հետ։ Ըստ նրանց, գերբնակելի մոլորակի պայմանները շատ ավելի բարենպաստ են կյանքի համար, քան երկրինը։ Այդպիսի մոլորակի զանգվածը պիտի լինի մոտավորապես 2 երկրային։ Տեկտոնիկան ավելի թույլ, օվկիանոսները ավելի ծանծաղ, մթնոլորտը ավելի խիտ, իսկ մայրական աստղը K10, որոնց կյանքի տևողությունը գերազանցում է Արեգակինը։ Մասնագետները ենթադրում են, որ նման մոլորակների քանակը կարող է զգալիորեն գերազանցել երկրատիպ մոլորակների քանակը։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։